Ուկրաինայի նախագահը ժամանել է Դոնեցկի շրջան, ավելի ճիշտ այն, ինչ այդ մարզից դեռ մնացել է ուկրաինական վերահսկողության տակ։ Չի նշել Զելենսկին ինչու է գնացել Դոնեցկ, տարածած կադրերից կարելի է ենթադրել, որ այցելել է Ուկրաինայի հաղթանակները հավերժացնող հուշակենտրոն ու լուսանկարվել մի խումբ զինծառայողների հետ։ Ուկրաինայի նախագահը Դոնեցկի հրամանատարական կետերում ստուգել է, թե ինչպես է ընթանում Պոկրովսկի պաշտպանությունը, որը ամեն գնով ուզում են վերցնել ռուսները։ Նա հանդիպել է դրոնների գծով հրամանատարների հետ ստուգել զինվորների մարտունակությունը։ Շատ փորձագետներ ասում են, թե Զելենսկին այսպես փորձում է բարձրացնել ռեյտինգը իր քանդված երկրում վերընտրվելու համար։ Նա համաձայնվել է ընտրություններ անցկացնել։ Ամերիկացի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը հայտնի լրագրող Թակեր Կարլսոնի հետ հարցազրույցում վերահաստատել է այդ լուրը։ Նրանք համաձայնվել են։ Ուկրաինայում ընտրություններ կլինեն։ Զելենսկին հավանաբար համաձայնել է այս քայլին գնալ, որ կարողանա մի սեղանի շուրջ բանակցել Վլադիմիր Պուտինի հետ, որը բազմիցս հայտարարել է, թե Զելենսկիին չի ճանաչում որպես Ուկրաինայի լեգիտիմ ղեկավար։ Ուկրաինական պատերազմում ամենամեծ խնդիրը ըստ ամերիկացի դիվանագետների Ղրիմի կարգավիճակի, Դոնեցկի, Զապորոժիեի, Լուգանսկի ու Խերսոնի շրջանների հարցն է, որոնց զգալի մասը արդեն Ռուսաստանի ձեռքում է։ Կիևը մինչ օրս չի հաշտվում տարածքների կորստի հետ։ Դրանք ռուսալեզու տարածքներ են, այնտեղ հանրաքվեներ են անցկացվել։ Մարդկանց մեծամասնությունը կողմ է եղել ռուսական իշխանության տակ մնալուն։ Իմ կարծիքով սա է կոնֆլիկտի հանգուցային կետը։ Ուիտքոֆն ավելացրել է, ռուսները արդեն ստացել են այն ամենը, ինչ ուզում էին, վերցրել են 5 շրջաններ, ունեն Ղրիմը, ինչու պիտի ուզենան ամբողջ Ուկրաինան։ Ըստ ամերիկացի դիվանագետի դա ռուսներին պետք չէ։ ԱՄՆ նախագահը ևս բարձրացրել է տարածքային բաժանման հարցը, որի հիման վրա ըստ Թրամփի պետք է քննարկվի Ուկրաինայում հրադադարի հարցը ու ապագա խաղաղության պայմանագիրը։ Ստացվում է, Վաշինգտոնը արդեն անոնսում է, որ 5 շրջանները, որոնք հանրաքվեով Ռուսաստանը վերցրել է, մնալու է Ռուսաստանին։ Հուսով եմ մոտ ժամանակներս մենք կհասնենք կրակի լիակատար դադարեցմանը, ինչից հետո կկնքենք պայմանագիր։ Պայմանագիրն այժմ քննարկվում է, այն վերաբերում է տարածքների բաժանմանը եւ այլ հարցերի։ Այն քննարկվում է, մինչ մենք ձեզ հետ այստեղ խոսում ենք։ Միացյալ Նահանգների նախագահը 5 շաբթի հայտարարել էր, որ Ուկրաինայում պատերազմը ավարտելու խաղաղության պայմանագրի շատ տարրեր արդեն համաձայնեցված են ռուսական կողմի հետ։ Հասմիկ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։